Մեր քաղաքացիներին ուզում եմ ողջունել եւ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել, որովհետեւ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիները 17000 քաղաքացի դարձել է ավականու նիստի օրակարգ կազմող նախաձեռնող եւ նախագծի համահեղինակ։ Սա առաջին անգամ է ընդհանրապես Հայաստանի պատմության մեջ որպես տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության դրսևորում։ Եվ սա յուրօրինակ նոր քաղաքական մշակույթ է եւ մասնակցային իրական ժողովրդավարության դրսևորում, երբ որ քաղաքացիները իրենց տեսակետն են հայտնում եւ նախագիծ են ներկայացնում Երևանի ավականու նիստին եւ ընդհանրապես համայնքային օրակարգ են մտցնում հանրային հնչեղություն ունեցող հարց։ Նախագիծը ունի նախապատմություն, Մայր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր այդ նախագիծը որպես այլընտրանքային նախագիծ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ, այն ժամանակ քվեարկությամբ դա չանցավ եւ մենք օրենքով սահմանված կարգով դիմեցինք քաղաքացիների օգնությանը։ Իսկ օրենքը հետեւյալն է. եթե Երևանում գրանցված եւ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 1%-ը տալիս է իր ստորագրությունը, ապա նախագիծը ավտոմատ կերպով մտնում է Երևանի ավականու նիստի օրակարգ։ 1%-ը դա մոտավորապես 8200 ստորագրության մասին էր խոսքը, հաշվի առնելով ընտրողների թվաքանակը, մենք հավաքել ենք կրկնակից ավելին, եղել ենք տներում, եղել ենք փողոցներում, կանգառներում ենք շփվել, քաղաքացիներին ներկայացրել ենք մեր մոտեցումները։ Եթե ընդհանուր ձևակերպում տանք, թե ինչի մասին է այս նախագիծը, ապա կարող ենք ասել, որ այս նախագիծը նախ թանկացման դեմ է, որովհետև մենք դեմ ենք քաղաքային տրանսպորտի թանկացմանը ավտոբուսների ու մետրոյի մասով 100 դրամը եւ տրոլեյբուսի մասով 50 դրամը։ Մեր նախագիծը հետեւյալի մասին է. եթե քաղաքացին ուզում է մեկ անգամ օգտվել քաղաքային տրանսպորտից եւ որևէ փաթեթ չի ուզում ձեռք բերել, ապա ավտոբուսի եւ մետրոյի պարագայում գինը լինում է 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում 50 դրամ եւ սրանք բոլորը անկանխիկ վճարման տարբերակով։ Եթե քաղաքացին 4 եւ ավելի անգամ է օրական օգտվում քաղաքային տրանսպորտից, ապա նրան ձեռնտու կլինի ձեռք բերել այն փաթեթները, որոնք մենք առաջարկում ենք, եւ այդ դեպքում քաղաքային տրանսպորտի միավոր գինը կլինի 100 դրամից էլ պակաս, եթե կրկնեմ 4 եւ ավելի անգամ է քաղաքացին օգտվում քաղաքային տրանսպորտից։ Եվ այսպես մեկ օրվա փաթեթը մեր պարագայում 400 դրամ է կազում, 7 օրվա փաթեթը 2000 դրամ, 30 օրվա փաթեթը 5500 դրամ, կես տարվա կամ 180 օրվա փաթեթը 20000 դրամ եւ 1 տարվա կամ 365 օրվա փաթեթը 35000 դրամ։ Սա կրկնեմ մենք առաջարկում ենք այն տարբերակով, որ քաղաքացին ինքը ընտրում է օգտվել ուղղակի մեկ անգամյա վճարային քարտից կամ բանկային քարտից կամ on-line հավելվածով այլ վճարային համակարգերից կամ ձեռք բերել փաթեթ։ Դա իր իրավունքն է։ Բոլոր դեպքերում վճարումները անկանխիկ։ Եվ մենք առաջարկում ենք նաև, որ կենսաթոշակառուները հաշմանդամության բոլոր խմբերում գտնվող անձինք տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են անվճար եւ ստանում են համապատասխան արտոնություններ։ Գինը այս դեպքում կրկնեմ փաթեթի դեպքում կազմելու է 100 դրամից էլ էժան։ Իշխանությունները բնականաբար թանկ տարբերակն էին առաջարկել, ինչու եմ ասում բնականաբար, որովհետև իրենք բարձր ինքնարժեք էին ներկայացրել, որի որևէ առարկայական թվային հիմնավորում մենք մինչև օրս չենք ստացել, իսկ այն փաստաթղթերը պաշտոնական, որը ներկայացված է Երևանի քաղաքապետարանի կայքում կամ մեր խմբակցության կողմից
արված հարցմանն ի պատասխան մեզ լրացուցիչ հիմք են տալիս պնդելու, որ թանկացումները անհիմն են, որ հնարավոր է այսօրվա գներով ապահովել արժանապատիվ եւ մատչելի ուղևորափոխադրում։ Սա մի հիմնավորում, որը մենք վերցրել ենք, երկրորդ հիմնավորումը, որը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է ուղևորափոխադրումը կազմակերպել մեր առաջարկած փաթեթով, դա Վրաստանի Թբիլիսի գներն են, ավելի կոնկրետ Վրաստանի մայրաքաղաքի, որտեղ միջինացված գալիս է այն գները, որոնք մենք առաջարկում ենք, մերը մի փոքր ավելի ցածր է գինը, կլինի դա տարեկան փաթեթը կամ ամսեկան փաթեթը, մեկ ուղևորափոխադրումը այնտեղ 140 դրամի սահմաններում է, բայց նրանք ովքեր եղել են, տեսել են կամ ուսումնասիրել են Թբիլիսի օրինակը, գիտեն, որ այնտեղ բարեփոխումները, եթե չասենք ավարտված են, ապա Երևանի համեմատ դրանք զգալիորեն եւ էականորեն որակապես տարբերվում են թե ավտոկանգառների, ավտոբուսային կանգառների մասով, թե տրանսպորտի մասով, թե օնլայն կառավարման համակարգերի ներդրման մասով, այս բոլոր առումներով իրենք համակարգը բարեփոխել են, սրան գումարած Թբիլիսիի ծածկույթը մակերեսի առումով շատ ավելի մեծ է, քան Երևանը, այսինքն միավոր ինքնարժեք իրանց դեպքում շատ ավելի բարձր է եւ կիլոմետրաժը ավտոբուսի պայմանավորված քուր գետով, որ պետք է անընդհատ շրջանցումներ անեն, շատ ավելի երկար է եւ ծախսատար է վարելիքի առումով։ Ես այս առումով մենք համեմատական հիմք ենք ընդունել Թբիլիսիի գները եւ երրորդ հանգամանքը, որ մեզ վերել է այն համոզման, որ քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի այս մեր առաջարկած փաթեթով, դա այն է, որ սա սոցիալական խնդիր է եւ եթե նույնիսկ ինքնածախսածածկում չի ապահովվում, ապա պետությունը համայնքը պարտավոր են դոտացիա տրամադրել եւ լրավճար իրականացնելով ապահովել մատչելի քաղաքային տրանսպորտ։ Մենք կոչ էինք արել քաղաքացիներին բոյկոտել տրանսպորտի թանկացումը, ձեր ներկայացրած իշխանության ներկայացրած թվերով, եթե մենք հաշվում ենք եւ օրական այն մուտքերը, որ ապահովում են, որը մեզ են ներկայացնում, մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ 60%-ից ավելի բոյկոտող կա, եթե այդպես չլիներ, ապա այն ապօրինի հրահանգները, որոնց ձայնագրությունները մենք տեսանք համացանցում կապված վարորդների գործունեության եւ սմենի պետերի, այսպես ասած, գործունեության հետ դրա ապացույցը չէին լինի եւ իրանք եկան ասելու, որ այո, բոյկոտը կայացել է։ Բոյկոտը կայանալու մյուս հանգամանքը այն է, որ իշխանությունները օրենսդրական նախաձեռնություն են արել, որպեսզի տուգանեն քաղաքացիներին 15000 դրամով, եթե բոյկոտ չլիներ, ապա այդպիսի քայլի անհրաժեշտություն չէր լինի եւ որպես հիմնավորում, որ ծախսերի ապահովում չի իրականացվում եւ ավելի ճիշտ հիմնավոր ապահովում չի իրականացվում եւ ինքնարժեքը այդպես էլ չի ներկայացվում, որովհետեւ ուղևորահոսքերի թիվը տարբեր մակարդակների է ներկայացում։ Ես բերեմ ուղղակի մեկ օրինակ 2019 թվականի պաշտոնական հրապարակումից, ուրեմն պաշտոնական հրապարակումով 2019 թվականի կայքի Երևան AM կայքի տեղադրած թվերով օրական ուղևորահոսք է ներկայացված 478948-ը։ Մենք այսօր ստանում ենք դրա կեսից էլ պակասը, այսինքն 50%-ից ավեզ թվերային կա եւ սա այն դեպքում, երբ որ այն ժամանակ կանխիկ ա եղել 2019 թվական քաղաքացիական պայմանագրի իշխանության տարիները քաղաքապետարանում բացեք ձեր կայքում, եթե դեռ ջնջած չի, հայերենը ջնջած էր, ռուսերենը հասցրել ենք տպել եւ սկրինշոտ անել, այս դեպքում 19 թվականի ինքնարժեքը հաշվարկված է 68 եւ 9 դրամ։ Պարզ մաթեմատիկական գործողություն է կանում ուղևորահոսքի թիվը բաժանում եք տարեկան օրերի թվի վրա, ընդհանուրը, ուրեմն ընդհանուր մուտքեր ավելի ճիշտ բաժանում եք ուղևորահոսքի թվի վրա, բաժանում եք 365-ի, ստանում եք 68.9 դրամ, սա ձեր պաշտոնական տվյալներով։ 23 թվականինը վերցնենք 80 դրամից մի փոքր ավելի, էլի պաշտոնական տվյալներով։ Ձեր կնքած պայմանագիրը, որը Թելսելի հետ եղել է, 600,000 հոսք եք ներկայացրել։ Եթե մենք չհաշվենք
միջազգային կազմակերպության տված թվերը 600,000 հոսքի պարագայում էլ 92 դրամ կազում, եթե այն ծախսերը, որը պաշտոնապես հիմա ներկայացված են, ենթադրում եմ հարց ու պատասխան կլինի, ես կներկայացնեմ, սրանք բոլորը իրար հետ գումարանելով։ Այո, շատ լավ, ուրեմն ես ոչ եմ անում, որպեսզի մենք քվեարկենք կողմ այս նախագծին, որի տակ կա բարձր լեգիտիմություն 17,000 քաղաքացու ստորագրություն։ Մնացածը հարց ու պատասխանի ժամանակ հարցերի համար հերթագրում հարկերի գործիչը։ Շնորհակալություն, Տիկին Խաչատրյան, հիշեցնեմ 2 րոպե ունեք, 2 րոպեում ձեր բոլոր հարցերը տվեք, որպեսզի պատասխանողը նաև պատասխանի։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Թևանյան, հիմա գիտեք չէ որտեղ։ Սա Երևանի քաղաքապետարանն է, հիշեցնեմ, ավականու ֆինանսավորական բաժանմունքի։ Դուք Երևանում ստացել եք քվե եւ ունեիք մանդատ։ Դուք այս բանին այստեղ բարձրացնում եք Երևանցու իբր խնդիրները, շագերտավոր, սա քաղաքական խաղ է բնականաբար, բայց ես ուզում եմ ֆիքսել ավելի շատ։ Դուք ստացել եք մանդատ, որը պետք է օգտագործվի հանուն Երևանցու Երևանի քաղաքապետարանը։ Դուք հրաժարվեցիք այդ մանդատից, բայց դուք գլխավորում եք մի ընտրություններ, որի առաջին համարն էի եւ իրենք ունեն 12 ավականու անդամ։ Այսինքն ձեր համար ձեր 12 ավականու անդամները ոչ մի բան են եւ այսօր դուք եք այս դալիճում նստած, չվստահելով, հա, այս նախագիծը իրեն ձերգուցելու, այսինքն 12-ի մեջ չկար մի մարդ, ով արժանի էր ներկայացնել նախագիծը։ Եվ երևանցիների տված քվեն դուք չօգտագործեցիք, որ գաք Երևանի քաղաքապետարան եւ ավականու դահլիճում բարձրացնեք ձեր խնդիրները վերից, որտեղ Երևանի ավականու անդամ ձեր նախագծերը այդքան ստորագրեցիք։ Հիմա ինչի եք եկել այստեղ, ինչի ձեր ավականու անդամները չեն ձեր այսինքն ոչինչ են եւ դուք եք Չէ, ձերոնք են ոչինչ, եւ դուք դրա համար եկել եք այստեղ, ինչի ստորագրեցիք Երևանցու տված քվեն ձեր, որ առաջին համարն եք մանդատ եք ստացել, ու չանդեսեցիք այդ մանդատը չեկաք դրանից ու չեկաք մասնակցելու տրանսպորտի տարբեր նախագծերին, տարբեր քվեարկություններին, տարբեր առհասարակ Երևանցու շահերից կամ միգուցե նաև ոչ շահերից բխող նախագծերի բոյկոտմանը, վարձակալմանը խնդիրների։ Հիմա այստեղ քաղաքական ինչ շոու է Չնայած բովանդակային բան չտեսա, ես գիտեմ, որ Երևանի ավականիում եմ գտնվում, հանձնաժողովի նիստին, քաղաքապետարանի շենքում, փառքասու ոչ թուրքական մեջլիսում, այն առումով, որ կամ մարդիկ, ովքեր այդպես են պատկերացնում, մնացածը քաղաքական ելույթ էր, բաց չէր, դերասանական վարպետությունը ցածր, մնացածը մեր քաղաքացիների գնահատելու խնդիրն է, հաջորդ հարցը, եթե կա, կարող եք արձագանքել։ Շնորհակալություն, քաղաքական կարիքություն, սովորաբար ինչ եք անում, մի հատ ձեզ նայեք պատկերացնում։ Լավ, ես անհետեթություն Լավ, մի վարքան է, հələ հայկը ստացի մի ակել է, ձելեք ծացր արա, լավ է պախասեք տխոցա, հələ խուսակ ծարք է, հայկը ստացի էլ է մի հատ, այդ թուրքի պահած, թուրքի պահած ես, այ արդան ծախով, դու արդան ծախով ես, Հայվարին այլը Ամպալ հետանի կտեք փողոցայի Ես մեր թիմակիցներին առաջարկում Ժորժ, մի հատ բան ասեմ Սադրանքների մի գնացեք Ժորժը Արա դու չհասկացար, որ ինչքան տերոն ապրծպր բացեց, 10 տանալ
գալու ես։ Չմտավ խոստեղը։ Դե ուրեմն սկսկմիր վերակի տեղը դուստականի։ Արա պապատա, այ փողոցային։ Այ աննակարգ։ Չգիտես որտեղ ես դու ես հայի։ Հաշիվ ես տալի։ Ո՞վ ես դու արա։ Ասա դու իրա նորմալ ֆայ։ Ասա ի փոցնատա։ Գնա փողոցի Nathalie Mivarki, mat hangistացեք եւ կառավարի։ Այ մարդիկ ովքեր հանրաժողովի չեն, լքում են դալիճը կամ են կեսմիստը չեն շարունակում։ Վերջի ավելի լավ։ 5 րոպե ժամանակ դուստեք։ Այսինքն Let's Arnold. Yes. Ժորդ, ես ձեզ մի հատ բան ասեմ, մի բան խորհուրդ տամ։ Այս մարդիկ բովանդակային դաշտում քանի որ զրո են, իրանց ձեռը տալիս այս կապիկությունը անել է, շոուները անել է։ Այդ առումով որևէ ձևով մի րոպե, Պետրո, մի առնչություն, մի ուշադրություն դարձրա։ Մենք բովանդակային դաշտում ենք խոսում, բովանդակային դաշտում ներկայացնում ենք մեր փաստարկները, քաղաքացիների շահերը ներկայացնում ենք, կուզեն նիստ կանեն, չեն անի, միևնույնն է, մենք մեր ճանապարհով գնալու ենք, ինչպես ասում են, շունը հաչում է, քարավանը գնում է, վերջ, սադրանքների մի տրվեք, հիմա ամեն մեկը իմ արձագանքի կուր կհասնի, ասենք, իմաստ չեմ տեսնում, ամեն մեկ իր մակարդակը ցույց է տալու գնալու է, հենց որ հարգելի քաղաքացիներ, իրանք քանի որ գոյություն չունեն բովանդակային դաշտում եւ մտնում են քաղաքացիների գրպանը, բնականաբար սենց սադրիչների պետքա բերեն, սադրանքները իրականացնեն, թողնեն դուրս գան, իրանք իրանց հանձնաժողովի նիստից թողեցին դուրս եկան։ Հարգելի քաղաքացիներ, էսա քաղաքապետարանի պատկերը։ Մենք դրանից ոչ վատ ենք զգալու, ոչ ամանչելու ենք, ոչ քաշվելու ենք, որ իրանց ասենք ինչ-որ սադրիչ հայտարարություններ անեն։ Հենց որ մենք մեր գործը անում ենք, մնացածը դուք ինքներդ տեսնում եք։ Քաղաքացու շահերը պաշտպանելու տեսակետից մենք հստակ մեր ձևակերպումները տալիս ենք։ Ես իմ գործընկերներին, թիմակիցներին ուղղակի կոչ եմ անում սադրանքների չտրվել, ամեն մի հաչոցի պատասխանելը իմաստ չեմ տեսնում։ Այնպես որ թող ինչքան էլ շունը հաչա, կրկնեմ, քարավանը գնալու է։ Իսկ տեղեկատվության առումով ասեմ, որ մենք բավական ծավալուն փաթեթային տեղեկատվություն ենք պատրաստել, որպեսզի ցույց տանք, թե ինչպիսի թալան է տեղի ունենում քաղաքային տրանսպորտի հետ կապված։ Այս պահին, քանի որ մարդիկ չկան, իրանք իրենց հանձնաժողովի նիստից թողեցին փախան կամ չգիտեմ ուր գնացին, մենք առաջարկում եմ ուղղակի ընդհատենք ուղիղ եթերը, մինչև տեսնենք երբ են հայտնվում։ Դե հասկանալի է, դե հիմա ամեն մեկին ասենք, գիտեք ինչ, մարդիկ թուրքական մեջլիսի
գործունեության տպավորություն են ուզես ստանալ, հիմա մենք էլ Փառք Աստծո առայժմ Երևանի քաղաքապետը անում ենք Հայաստանի մայրաքաղաքի։ Այնպես որ շատ նորմալ է այս իրենց արձագանքը։ Իդեպ այն նիստերի ժամանակը, երբ որ արտահերթ էր, իրենք բովանդակային դաշտից խուսափեցին, դրա համար այդ բերետավորների բանի եւ այլն ներգրավեցին, որպեսզի հարցերի պատասխաններ չտան, շատ պարզ հարցերի պատասխաններ կան։ Իրանց ներկայացրած թվերով քաղաքային տրանսպորտի գինը 68-69 դրամ, 65 դրամ, 70 դրամ, ամենաբարձր հաշվարկներով 90-92 դրամ։ Հիմա իրանք պետք է բնականաբար գորգորան, բայց ինչպես հայտնի ֆիլմերն ասում է կլիենտը կգորգորա, քացի կտա եւ այլն, բայց դա հին ավանդույթ է, այնպես որ նա ուրիշ անեկդոտ էլ հիշեցի, ճիշտ ասած, բայց հիմա երևի ցենզուրայի մեջ չի, չարժե պատմել։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, հետևեք նիստին, եթե այն իհարկե կանա եւ իրանք չթողնեն, չփախնեն։